Հարգելի ունկնդիրներ, Սպուտնիկ Արմենիա եթերում շարունակում են ուրիշ նորությունները եւ այս պայն ինչպես խոստացել ենք, ունենք հանդիպում հյուրերի հետ։ Թեման այնպեսին է, որ թվում է, թե առաջին հայացքից այս թեմայի շուրջ խոսում են մասնավորապես ձմռանը, որովհետեւ խոսքը Սարսե դաշտի մասին է, գեղասահքի եւ առհասարակ գեղասահքն ու հոկեյը խորհրդանշվում է ձմռան հետ, բայց երբ խոսքը գնում է ուսումնական հաստատության դպրոցի հոբելյանական տարվա մասին, երբ խոսքը գնում է սպորտի եւ արվեստի միաձուլման մասին, ապա նման թեմաները պարզապես սեզոն չունեն։ Եվ մենք սիրով ուզում ենք այս պահին ներկայացնել մեր տաղավարի հյուրերին Երևանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցի մեթոդիստ եւ մարզիչ Ալինա Բադալյանն է մեր հյուրը եւ ուսումնական գծով փոխտնօրեն Սիրանուշ Սուքիասյանը։ Ողջույն։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ամեն օր չէ, որ այս թեմայով զրուցում ենք, ունենում ենք հյուրեր, մարդիկ, ովքեր մի ամբողջ կյանք նվիրել են այս գեղեցկագույն մարզարվեստներից մեկին, գեղասահքին։ Տիկին Բադալյան, դուք 80-ականներից եք աշխատում։ Դա մի ամբողջ կյանք է։ Ամբողջ կյանք, այո։ Եվ հասկանալի է, որ բացի մեծ փորձառությունից նաև ունեք հետաքրքիր պատմություններ կապված դպրոցի հետ, կապված դպրոցը ավելի երիտասարդ է, ընդամենը 10 տարին է նշում այս տարին, բայց սկսենք երևի թե ամենակարևորից, որ տարիքից կարելի է երեխաներին բերել գեղասահքի։ Երեխաներին կարելի է բերել հիմնականում 4 տարեկանից մինչև 6 տարեկան, բայց տարիքային է ինչքան փոքր է լինում երեխան 4-4.5 տարեկան ավելի ցանկալի է, քանի որ այդ երեխաները ավելի ներս են մտնում սառուց, ավելի վախի զգացում չունեն, ավելի վստահ են մտնում, չեն գիտակցում։ Որքան մեծ, այնքան վախը շատ։ Իհարկե, 6 տարեկան ավելի զգուշությամբ է մոտենում, գիտակցում է, որ դա սառուց է կարող անգնել, վնասել։ Իսկ ինչ մարզավիճակում պետք է լինի 4 տարեկան երեխան, արդյոք պատրաստ է, ասենք քաշի, պարագան կամ բոյը հասակը դա որևէ դեր խաղում է։ Ընդհանրապես ավելի ինչքան փոքր է մարմին, ինչքան ավելի նիհարիկ, այսպես ասած, ավելի ցանկալի է սպորտաձևի համար։ Ընդհանուր բնական տվյալների ստուգումով ենք ընդունում բալիկներին, պետք չի ինչ-որ հատուկ պատրաստվածություն, ուղղակի բնատուր ճնկողությունը, իրենց լսողությունը նաև ստուգվում է այդ ամեն ինչը ընդունելությունից առաջ։ Մի զգացողություն ունենա եւ ընդհանուր երաժշտական պատրաստվածություն որոշակի։ Ես իզուր չնշեցի 80-ականները եւ կուզենայի, որ համեմատական անցկացնեիք առհասարակ 80-ականներին, գուցե դրանից 20 տարի հետո եւ հիմա։ Ինչպիսին է հետաքրքրությունը գեղասահքի հանդեպ եւ արդյոք աճել է, արդյոք հիմա ենք ապրում լավագույն ժամանակները, թե դա անցյալում էր, թե միգուցե պետք է սպասել եւ դեռ կգան լավագույն ժամանակները։ Նայեք, 80-ականներին, այո, բավականին մենք երեխաների մեծ հոսք ունեինք, հոսքը բավականին մեծ էր, մեր բոլոր մասնագետները հրավիրված էին Ռուսաստանից։ Բայց ես ասեմ հիմա ավելի մեծ առաջընթաց, որովհետև այն ժամանակ մենք ունենք հենց մենակ Սահադաշտի հետ վերցրած, մենք ունենք շատ փոքր Սահադաշտ 30-30-ի վրա, այտենց պայմաններ չունեինք։ Հիմնականում մեր մրցաշարերից առաջ մենք գնում էինք հավաքների, մրցումների, որ մասնակցեինք։ Բայց հիմնական պարապմունքը ընթանում էր այդ փոքր Սահադաշտում։ Հիմա մենք ունենք արդեն 10 տարի ունենք բավականին մեծ բոլոր ստանդարտների միջազգային համապատասխանող մեծ Սահադաշտ եւ բոլոր պայմանները մեզ տրված է, որովհետեւ մեր երեխաները ավելի մեծ առաջընթաց ունենան եւ ունենք իրոք բավականին դպրոցում լավ երեխաներ ունենք, որոնք որ դուրս են գալիս միջազգային արենա եւ հաղթանակներով վերադառնում ենք։ Սահադաշտը նշեցիք, իսկապես համաշխարհային չափորոշիչներին համապատասխանում է։ Իսկ երեխաների համար ցանկացած եւ մարզաձևում եւ արվեստում, թե ծնողը, թե երեխան անմիջապես ուզում են արդյունքի հասնեն, շատ արագ, կատ ժամանակահատվածում, մեդալներ, մրցանակներ, անունը հայտնի լինի, ռեալ պատկերացում ըստ մասնագետի որքան ժամանակ է հարկավոր սկզբնական փուլից մինչև առաջին գրանցած հաջողությունները, սկզբում ասենք Հայաստանի շրջանակներում եւ այնուհետեւ միջազգային մակարդակ։ Նայեք, ընդունված օրվանից, որ վերցնենք 4 տարեկան, ասենք թե երեխան հաճախում է, դրանից 3 տարի հետո արդեն զգացվում է երեխայի պոտենցիալը։ Թեկուզ սկզբից էլ, ասենք երեխաները
միանգամից նկատում ես, որ երեխան պոտենցիալ ունի սառույցում, կարող ընդունելությանը երեխան ճիշտ ընդունվել է, նիհարիկ սիրուն բալիկը բոլոր տվյալներով հակված է, բայց սառույցի այդ վախի զգացումից երեխան չի կարողանում իր բոլոր հնարավորությունները ցույց տալ, իհարկե։ 3 տարի հետո ունենք երեխաներ, որ արդեն դուրս են եկել միջազգային մրցաշարերի, 7 տարեկան երեխաներ, 6 տարեկան երեխաներ ունենք, որ արդեն դուրս են գալիս միջազգային մրցաշարերի։ Իսկ եղել են դեպքեր, որ երեխային երևի թե դա տրավմատիկ կլինի, գուցե ծնողին ասեք, որ հեռանկար չկա։ Իհարկե բոլոր ժամ անպայման զգուշացվում են ծնողներին, ծնողներն իրանք էլ են զգում, դե կան ծնողներ, որոնք չեն ընդունում մարզիչի ասածը, իրանց թվում է ասելով մեր երեխան ճկուն, մեր երեխան ամենալավն է, դե բնականաբար բոլոր ծնողների համար է, երեխաները իրանց առաջնային են։ Բայց իսկապես դադարեցնում են, թե այսպես իրենց համար գուցե սիրողական մակարդակով շարունակում են գալ։ Նորից ծնողի ֆակտորը շատ մեծ է, կան ծնողներ, որ ընդունում են եւ երեխային ավելի տրավմաների չեն ենթարկում, որտեղ քանի ինչքան մեծանում են բալիկները, ավելի տրավմատիկ կլինի իրանց այն գիտակցմանը գալ, որ իրանք սպորտային չեն կարողանա շարունակել, ինչքան փոքր են, այդքան շուտ հանելը ավելի ճիշտ կլինի։ Կան ծնողներ, որ դա ընդունում են, գիտակցում են եւ հանում են։ Կան ծնողներ, որ ոչ շարունակում են, ասելով թե ոչինչ, թող գա սահի առողջություն մարզվի, այո։ Եղել է որ անցում անեն մեկ այլ մարզաձևի։ Դե եղել են, բայց շատ քիչ։ Ճիշտ ասած, մեր սպորտաձևը ցկողականությունը բավականին մեծ է։ Մեկ անգամ մտնում ես սառույց եւ չես ուզում դուրս գաս։ 4-ից 7 տարեկան երեխաների ամենայն ակտիվ պահն է, որից հետո արդեն երևում է հեռանկարը։ Միջազգային ասպարեզ դուրս գալու համար ինչ հատկանիշներ են պետք։ Նայեք, միջազգային արենա, որ դուրս են գալիս, նեղ տարբեր տարիքային երեխաներին, տարբեր կատեգորիաներով են, ասենք փոքր տարիքի երեխաներում իրենց համապատասխան վարժություններն է տրված, այնտեղ 7 էլեմենտ է, 6 էլեմենտ է, ինչքան որ տրվում է իր ծրագրով եւ երեխաներից պատրաստ է այդ մրցաշարերին, այդ կատեգորիայի մեջ դրված բոլոր էլեմենտները երեխան կարողանում է կատարել, արդեն մարզիչը պատրաստ է գտնում, պատրաստ է, որ սանը կարող է դուրս գալ մրցաշարի։ Եվ այսօր մենք ունենք այդպիսի անուններ, ումով արդեն հպարտանում ենք։ Իհարկե ունենք սաներ, ովքեր դպրոցից դուրս են եկել, մեր իսկ դպրոցից, ովքեր մասնակցում են արդեն միջազգային մրցաշարերի բարձր կատեգորիաներում, Grand Prix են մասնակցում, արդեն աշխարհի առաջնությանն են մասնակցում, ունենք տարիքով արդեն մի փոքր իրանք մեծ են, Միքայել Սալազարյանը, Սոֆի Կարապետյանը, որոնք արդեն նշված այդ մրցաշարերին մասնակցել են։ Միքայել Սալազարյանին առիթ ունեցել ենք հյուրընկալելու եւ իսկապես շատ տաղանդաշատ եւ շնորհալի երիտասարդ է, ում անունը կարծում եմ դեռ բազմիցս առիթ կունենանք լսելու։ Մեր դպրոցը գեղասահքի եւ հոկեյի կարելի է նաեւ ազգային անվանել, թե ազգայինը դա ինչու է տարբերվում մեր դպրոցը եւ ունենում է արդյոք այս մարզաձևը ինչ որ ազգային էլեմենտներ, թե դա միջազգային ստանդարտներին է բոլորը, հա։ Հայ մարզիկը այս մարզաձևով միայն գուցե երևի երաժշտության ընտրությամբ կարող է առանձնանալ։ Երաժշտությունով կարող է իհարկե առանձնանալ, բայց դրսում են շատ են օգտագործում մեր հայկական երաժշտությունները։ Դա հատուկ մասնագետ է զբաղվում, թե հենց մարզիչը ինքն է ընտրում երաժշտությունը։ Երեխայի հետ հիմնականում փոքր տարիքում հիմնականում մարզիչներն են ընտրում, իսկ մեծ տարիքում արդեն երեխան սանը եւ մարզիչը իրար հետ փորձում են գտնել երաժշտությունը, որը դա կարողանում է երեխան իրեն ավելի հարմար է այդ երաժշտության տակ։ Իսկ միջազգային դպրոցների հետ այլ երկրների նմանատիպ դպրոցների հետ համագործակցություն հաստատում եք եւ ինչ կարգի է այդ համագործակցությունները։ Անցյալ տարի ունեցել ենք նման փորձ համագործակցության, որ ուշագիր է կնքվել Emirates Skating Club-ի Արաբական Էմիրությունների ակումբի հետ, որի հետ կնքվելուց հետո մինչև դա էլ դրանից հետո մեր կազմակերպած միջազգային մրցաշարերին հաճախակի ենք մասնակցում են իրենց սաները ակումբի, իսկ մեր սաները իրենց ակումբի կազմակերպած մրցաշարերին են տարվա մեջ մի քանի անգամ մասնակցում։ Իսկ երեխան այսպես հարցը ձևակերպեմ, օլիմպիական կարգախոսը կապված կարևոր է մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը, կարծես թե միշտ մոտիվացնող չէ, եթե չասենք ընդհանրապես մոտիվացնող չէ։ Այ ինչ
ով է աշխատում դարձյալ մարզիչը, թե միգուցե նաև հոգեբան է միանում դրանով, որպեսզի երեխայի մեջ այդ հաղթանակի գնալու, հաղթելու, հաղթահարելու բոլոր դժվարությունները, այդ զգացողությունը առաջնային լինի եւ հենց դա մղի հաղթանակի։ Երևակայի հիմնականում մարզիչի գործողին ավելի շատ, քան հոգեբանի։ Ես ասեմ, փոքր տարիքի երեխան կամ 7 տարեկան երեխայի մեջ այնքան սպորտային այդ մրցաշարերի ժամանակ այնքան մեծ պայքար է սկսվում։ Ընդամենը 7 տարեկանի 7 տարեկան ամենափոքր, անգամ ունենք 6 տարեկան, արդեն իրանք գիտակցում են այդ սպորտային պայքարը եւ մրցաշարերի ժամանակ միայն իրանք մտածում են, որ պիտի հաղթեն։ Իսկ մեծ է լինում տրավման, երբ որ, չգիտեմ, երկրորդ տեղն է կամ ընդհանրապես անհաջողություն է գրանցում երեխաներ կամ շատ ծանր են տանում իրոք։ Այդ ժամանակ երևի եւ ծնողներն են աշխատում եւ ծնողը եւ մարզիչը հիմնականում։ Իսկ ամենաբարդ իրավիճակը, որը հանդիպում է աշխատանքի ընթացքում, մարզելու ընթացքում, մարզիչի համար որն է երեխայի հետ աշխատելիս։ Չեմ կարծում, դա մարզիչը պիտի մանկավարժորեն մոտենա երեխայի հետ, դժվարություններ չեմ կարծում։ Ուղղակի երեխաներ կան, որ լինում այնպիսի երեխաներ, որ իրոք պոտենցիալով երեխաներ են, գալիս է մի պահ, որ ավելի շատ նախընտրում են դպրոցը, ուսումը, դա բնականաբար հասկանալի է եւ սպորտը թողում են։ Դա արդեն մարզիչին էլ է մեծ ցավ։ Իսկ իրականում հասկանալի է, որ երեխան պետք է դպրոցը, հանրակրթական դպրոց հաճախի եւ գալիս է մարզումների, շատ է ստիպված լինում բացակայել եւ բաց թողնել դասերը։ Ըստ տարիքային առանձնահատկություններից ելնելով այնպես է դասավորված դասացուցակը, որպեսզի երեխաները հանրակրթական դպրոցներից հնարավորինս շատ քիչ բացակային, այսինքն դասացուցակը կազմելուց հաշվի ենք առնում բոլոր տարիքային խմբերի դասաժամերի ավարտվելու ժամերը, որպեսզի դրանից հետո լինի մեզ մոտ մարզումները, որ շատ բացակայություններ չունենան, իսկ եթե ստիպված են լինում ինչ-որ մրցաշարի կամ ինչ-որ միջոցառման հետ կապված ունենան կամ քննությունների հետ կապված բացակայություններ, իհարկե մենք տրամադրում ենք համապատասխան փաստաթղթերը, որպեսզի խնդիրներ դպրոցում չունենան։ Ընդհանուր առմամբ Հայաստանում գեղասահքի զարգացման համար ինչ է անհրաժեշտ եւ արդյոք ունեք ներգրավելու խնդիր երեխաներին, ինչ որ կերպ դպրոցներում են ինֆորմացիա տարածում կամ չեմ ուզում ասել գովազդել, բայց ամեն դեպքում ունենում եք խնդիր ընդունելության հետ, թե ընդհակառակը այսպես չեք կարողանում նույնիսկ կողմնորոշվել, թե ում ընտրել, ում ոչ։ Ինձ թվում է հիմա հաճախակի կազմակերպող միջոցառումների շնորհիվ ինձ թվում է այդ պահը մի քիչ ավելի հեշտ է տարածում է գտնում, այսինքն երբ որ գալիս են նայելու մեր միջոցառումները, ծնողների երեխաների մոտ հետաքրքրությունը առաջանում է եւ սկսում է շարժը ավելի այդ ընթացքում մեզ մոտ դիմորդների քանակը շատանում է, զանգերը ավելի շատանում են, հետաքրքրվածությունը ավելի բարձրանում է։ Միջոցառումներ տարվա կտրվածքով շատ ենք ունենում, որը նպաստում է այդ շարժին։ Ես հիշում եմ տարիներ առաջ Իրինա Սլուցկայան էր եկել եւ երեխաների հետ աշխատեց, բավականին մեծ էր, այո։ Իսկ որքան հաճախ են կազմակերպում այդպես միջազգային աստղերի մասնակցությամբ վարպետության դասեր։ Մեզ մոտ վերջերս եղավ Ադելինա Պետրոսյանն էր, որը որ ներկա գտնվեց մեզ մոտ։ Կարծում եմ այդ ասպարեզի ցանկացած մարդ այդ անունը արդեն գիտի, ճանաչում եւ հպարտանում է։ Պարտանում է։ Ունենք մաստեր-կլասներ են անցկացվում, օրինակ վերջերս մեզ մոտ մրցաշարից առաջ տնօրինությունը կազմակերպեց սեմինար միջազգային կարգի սուի հրավիրված մասնագետը մեզ հետ սեմինար անցկացրեց մրցաշարից առաջ։ Այնց որ ամեն ինչ կատարվում է իօքուտ տնօրինությունը ամեն ինչ աշխատում անել իօքուտ դպրոցի մարզիչների եւ սաների համար։ Որովհետեւ կարծում եմ հենց այդ ճանաչում ունեցած մարդկանց շնորհիվ է երեխաների մեջ արթնանում է այդ ցանկությունը նմանվելու, հասնելու իրենց հաջողությունների, որովհետեւ երևի կարելի է 100 անգամ մի էլեմենտ ցույց տալ, բայց երբ դա անում է հայտնի մարդը, անգամից երեխաների ընկալումը կարծես ավելի հեշտ է դառնում։ Անգամ մարզիչից մարզիչ, մեկ մարզիչը, որ ասում է երեխան կարող է չընդունել, բայց մեկ այլ մարզիչ նույն ասի, ինքը անկախ քիզանից ձգվում է, ուզում է ցույց տալ, ավելի վստահ լինում, սկսում ավելի ճիշտ ցույց տալ։
Հետաքրքիր է։ Մի փոքր երևի տեխնիկական նորությունների մասին խոսենք, այլ 30-40 տարի առաջ ես որպես սիրող եմ հարցնում, որպես հեռուստադիտող, ով որ մեծ հաճույքով միշտ նայում է այդ գեղեցիկ մարզաձևը, իրականում եղել է այսպես, որ տասնյակ տարիներ առաջ, չգիտեմ, երակի տուլուպն է համարվել ամենաբարդ էլեմենտը, իսկ հիմա դա կարծես պարտադիր պայման է եւ ոչ մի վարպետության մասին այլևս չի խոսում, այլ էլեմենտներն են ի հայտ եկել։ Իհարկե հիմա ավելի 4-4.5 դա արդեն քառակի 4.5 կատարող էլեմենտները մեր սպորտաձևը շատ արագազարգանում ու նայում ես 4.5 կատարող ունենք Իլյա Մալինինը վերջերս որ դες տվեց աշխարհի խաղերի ժամանակ հենց որ մեր սպորտաձևը եթե առաջ 3 աբարոտը կատարում էր դա արդեն պտույտը կատարում էր օա բայց հիմա արդեն շատ սովորական է դարձել Այսինքն այն ակրոբատիկ էլեմենտները, որ հաճախ տեսնում ենք զույգերի, հանդես գալու ժամանակ, չգիտես, ավելի շատ դա արվեստ է, մարզաձև է, ակրոբատիկա է, այսինքն մի քանի արվեստների զուգակցում միաձուլում է։ Եվ այդ մարզաձևը դարձնում է ավելի, չեմ ուզում ասել, բայց չեմ տրավմատիկ։ Դե ինքը սպորտաձևն է տրավմատիկ սպորտաձև, որ վերջնա կյանքում ամեն ինչ տրավմատիկ ուղղակի չպետք է նայենք դրան ունենք երեխաներ որ անգամ տրավմաներ են ստացել բայց ամեն ձևով ձգտում են որպեսզի շուտ վերականգնվի այդ process-ը որ կարողանա նորից ներս մտնել սառույց իսկ առանձին չենք դարձնում նման բաների առանձին զրույցներ տարվում են այդ թեմայով վախերը հաղթահարելու փոքրիկների մոտ հա փոքրիկների մոտ շատ է տարվում ուզում եք ասել որ մեծերը չունեն այլևս այդ վախը մեծ նայեք սիրողական երբ որ լինում է մեծ տարիքում ինչքան մեծ է լինում իրանք իհարկե մտնում են սառույց վախի զգացումը ունեն բայց իմենը սպորտսմեններին որ նկատի ունեք սպորտսմենների հետ մարզիչները աշխատում են որպեսզի վախի զգացումը վերացնեն փոքրիկների մոտ որտեղ ինչքան վախենում են նման բարդ վարժություններ կատարելու ժամանակ հաստատ իրանք չեն կարող կատարել Եթե վախը սրտում է, իհարկե մտածելով որ հիմա կընկնի, անընդհատ այդ ակնկալիքով որ պիտի ընկնի երեխան։ Իսկ կան երեխաներ, որ հաղթահարում են այդ բարդությունները։ Իսկ միջազգային թրենդերին հետևելը պարտադիր պայման է, սկսած հագուստից, երաժշտությունից, ինչն է ավելի նախընտրելի, չգիտեմ, ռետրո ոճը, թե գերժամանակակից ռիթմերը, այս ամենը մի փոքր այդ մասին էլ Երևի շատ ավելի երեխային նայելով, ասենք, ասենք ռետրո ոճը ընտրես, բայց այդ երեխային նայում ես, ինքը հաստատ չի կարող այդ երաժշտության։ Միջազգային պահանջները որոնք են, թե հստակ պայմաններ չկան։ Նման ձևով չի պահանջներ չունի միջազգայինը, ուղղակի հիմա նոր օրենք կա, հենց մեր սպորտաձևում, որ ասենք ավելի բարձր երաժշտությունները, որոնք ավելի բարդ են երաժշտությունները փոքր հասակի երեխաների համար չդրվի, որովհետև այնտեղ կամպանիետներ կան, այդ կամպանիետներից հանվում է գնահատականներից իջնում է, որպեսզի կարողան ըստ տարիքային պետք է համապատասխանի իրենց տարիքային առանձնահատկություններին փոքր տարիքով երեխաները շատ բարդ ոչ ինչ որ երաժշտություններ շատ արտասահմանյան արդեն արգելք է դրվում նմանատիպ երաժշտությունների վրա տարիքային կատեգորիաների Իսկ ընդհանրապես գեղասահքը եւ Հայաստանը միշտ է եղել առաջատար կամ միգուցե մի քիչ սխալ ձևակերպեցի օրինակ մենք միշտ աչքի ենք ընկել շախմատով մեր Արարատ 73-ը փայլել է ֆուտբոլային ասպարեզում էլի մարզաձևեր կան որտեղ մենք իսկապես մեր լուրջ ներդրումը ունենք այդ մարզաձևում գեղասահքում մենք ինչ դիրքեր ենք զբաղեցնում միջազգային ասպարեզում միջազգայինում ճիշտ ասած մի քիչ ավելի ցածր, որովհետև այնտեղ Եվ ներողություն, եթե անուններ ունենք, ցավոք Հայաստանից դուրս չեն եկել, դրանք ուղղակի հայի ազգանունը կրող, բայց հիմնականում մեր հայրենակիցներն են այլ հայրենակիցներն են։ Օրինակ նայ կոմունիստական շրջանում ճիշտ ասած կային երեխաներ ունենք բավականին, որ հիմա ամբողջ աշխարհում մեկ սփռված են։ Ունենք բարձրակարգ սպորտսմեններ, որ աշխատում են ներկապահիս ամբողջ աշխարհով մեկ տարածված են մեր մարզիչներից։ Մեր գոլեգաներից հիմա էլ մենք ունենք լավ երեխաներ, իրոք շատ լավ երեխաներ ունենք, որ ակնկալիքներ ունենք, որ մեծ հաջողությունների կհասնեն մեր իսկ դպրոցի սաներից։ Անգամ մի անգամ խոսակցության ժամանակ Ռատնինան ասեց, եթե դուք
10 տարի հետո կարողանաք այս դպրոցից դուրս գասան, ուրեմն իրոք մեծ առաջընթաց ունեք, բայց արդեն 8 տարի հետո մենք կարողացանք Միքայել Սալազարյանը, Սոֆի Կարապետյանը, որոնք դուրս եկան եւ Գրանպրի եւ աշխարհի պատանեկան խաղերի մասնակից որպես Ինձ որ մեր դպրոցը բավականին լավ տեմպով առաջ է գնում։ Քանի որ տարին հոբելյանական է, ինչ միջոցառումներ են սպասվում ավանդույթի համաձայն յուրաքանչյուր հաստատություն պետք է յուրովի նշի հոբելյանական տարին, 10 տարին քիչ չէ։ Դեռ նախապատրաստական փուլում ենք եւ քննարկումների փուլում ենք, բայց մինչև հոբելյանական այդ միջոցառումը մենք ունենք այս հունիսի 1-ին տնօրինության մեր պարոն Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում հունիսի 1-ին երեխաների միջազգային պաշտպանության օրվա հետ կապված շատ գեղեցիկ սարսափ ներկայացում է լինելու, որ մուտքը ազատ է լինելու եւ ցանկացողներին հրավիրում ենք մեծ սիրով կարող են մոտենալ եւ դիտել։ Այո, ամսի 1-ին ժամը 2-ին է միջոցառումը տեղի ունենալու։ Մենք ունենալու ենք նաև Վարդավառի տոնին մեր ավանդույթ դարձած ձնոցի միջոցառումը, որ արդեն 3 տարի է, 3 տարի է, որ Վարդավառին ձնոցի, այո, սառույցը ձյան տեսքով դուրս է հանվում դուրս եւ այո, հետաքրքիր շատ գեղեցիկ միջոցառում։ Ամենաանցյալ տարի ուղղակի չենք ունեցել, քանի որ մեր մոտ սառույցի տեխնիկական վերանորոգման շրջան էր, դա բաց ենք թողել, բայց այս տարի անպայման լինելու է շատ գեղեցիկ կազմակերպված մոտակա միջոցառումներից դա է լինելու եւ արդեն դեկտեմբերին հոբելյանական քննարկումների ընթացքը շարունակվում է կտեղեկացվի ամբողջ միջոցառման հետ կապված նորությունները։ Մի ճշտում էլ միայն միջոցառումն է ամառը լինելու, թե ամռանը դպրոցը գործում է։ Գործելու է դպրոցը ամբողջ ամռանը գործելու է։ Մեր արձակուրդները լինելու են հուլիսի կեսից, բայց ընդհանրապես սահադաշտը բաց է լինելու սիրողական սահքի համար, ժամերը լինելու են եւ բոլորը կարող են մոտենալ եւ սահել։ Հավանաբար ամռանը ավելի հաճելի է, հա, զովը եւ միջավայրը ավելի նպաստող։ Տապից խուսափելու համար շատ լավ տարբերակ է, այո։ Ասացի կարող են մոտենալ եւ սահել, այսինքն պայման չէ լինել դպրոցի սան, հա։ Այդ մասին էլ տեղեկացրեք։ Մենք սիրողական սահքի ժամեր, որ մեր Instagram-յան եւ Facebook-յան էջերից կարող են տեղեկանալ ժամերին, երեկոյան է հիմնականում լինում, մոտենալ եւ սահել, այո, բաց է։ Բայց հստակ դրված ժամեր հասկանում մարդը պատրաստ է սառույցի վրա կանգնելու, չմուշկների վրա կանգնելու, միգուցե այսպես ինքը մղումը մեծ է, ցանկությունը շատ, բայց կանգնի ու իրեն վնասի, այդ դեպքում ով է պատասխանատուն։ Չեմ կարծում, որտեղ հիմնականում մեզ մոտ են մարդիկ են գալիս, որոնք ասենք սահել գիտեն, հա, պատրաստական են, որտեղ հիմա բավականին շատ սառույցներ կա, իսկ ներկապահից մենակ մեր դպրոցն է, որը տարին 12 ամիս գործում է սառույցը, եւ մեր չմուշկները բավականին ավելի լավն են, ավելի պրոֆեսիոնալ են։ Դե որակը պետք է պահել ամեն ինչում։ Իսկ սառույցի մասին կա որպես անգիտակ մարդ եւ միգուցե մեր ունկնդիրների մեջ է լինեն մարդիկ, ովքեր չգիտեն սառույցի տարբերություն կա սառցեդաշտերում եւ ինչով է դա որոշվում։ Մեր սահադաշտը հիմնականում բոլոր չափորոշիչների միջազգային համապատասխանում է եւ մեր մասնագետները սառույցը, այսինքն պահում են միջազգային նորմերին համապատասխան մակարդակի։ Որոնք են, այսինքն երբ որ մի անգամ սահացիր եւ հետքը մնում է կամ չի մնում, այդպես է որոշվում։ Դե հարթեցում է գնում իհարկե, մեքենան մտնում է հարթեցում անում, ինքը մի կողմից տաշում է, մի կողմից ջրում է։ Իսկ կա անձեն աչքով ինչ-որ բան, որը միանգամից ոչ մասնագետը կարող է հասկանալ, այս սա բարձր պրոֆեսիոնալ սառույց է, այսինքն մարզադաշտը, սահադաշտը, իսկ սա ոչ այնքան։ Դե չէ, չկա, հնարավոր չէ։ Բացի տոնական միջոցառումներից այս ընթացիկը կարծես Վարդավառի հետ եւ երեխաների պաշտպանության հետ ընթացիկ ուղղակի դպրոցը աշխատում է իր բնականon հունով դասընթացներ, իսկ հայտնի մարդկանց այս առաջիկայում սպասում եք թե ոչ վարպետության դասերի կամ ինչ-որ հյուրախաղերի գուցե։ Այս պահի դրությամբ դեռ ոչ։ Մենք մրցաշարը նոր ենք ավարտել, այո, միջազգային մրցաշար։ Դες գոհացրել են արդյունքները։ Շատ իհարկե։ Սպասվածից ավելին էր, թե հենց այդպես էլ սպասում եք։ Չէ, ավելին, որովհետև պայքար տվեցին, դրսից բավականին շատ հյուրեր ունեինք այս տարի։ Այստեղ էր անցկացվել, այո,
Արդեն երկրորդ տարին անընդմեջ միջազգային բարձր մրցաշար, որ գալիս են մասնակցելու տարբեր երկրներից գեղասահորդներ, բոլոր գեղասահքի միջազգային Ֆեդերացիայի համապատասխան նորմատիվներով անցկացվող մրցաշարը հրավիրվում են դրսից մասնագետներ մրցաշարը դատելու, այսինքն չի կատարվում դա մեր ներքին մարզիչների կողմից։ Դատում են միջազգային տեխնիկական մրցավարներ, բարձր կարգի բոլորը եւ շատ գեղեցիկ այս տարի ավելի առաջընթաց ունեցանք քանակով դրսից եկող սաների, մեր սաներն էլ իհարկե բոլորը մասնակցում են մեծ սիրով։ Իսկ մերոնք դրսի մրցաշարերին մասնակցել են։ Իհարկե, ես ձեզ ասեմ, մենք բավականին շատ ենք մասնակցել մրցաշարերին դրսում։ Երևակայի մեր դպրոցը իրոք ի շնորհիվ մեր տնօրենի պարոն Գրիգորյանի բավականին բարձր մակարդակով անցավ։ Մրցաշարը եւ փակումը եւ բացումը բոլոր որտեվ դրսում որ գնում ես նայում ես զուտ միայն մրցաշարը ավարտվեց պարգևատրեցին ու վերջ իսկ մեզ մոտ շատ մեծ բարձր տոնակատարությամբ անցավ մրցաշարը անգամ մրցավարներն իրան բոլորը գոհ շնորհակալ գնացին մեզանից դա շատ կարևոր է երկրում առաջին տարին է որ ուղիղ եթերով YouTube-ով հեռարձակվել է ամբողջ մրցաշարը եւ հնարավորություն կար հետևելու այո իհարկե Տիկին Բադալյան, երևի թե մենք հիմա եկանք ամենավերջին, բայց ամենասկիզբ ձեզ ինչպես գրավեց գեղասահքը եւ կարելի հասկանալ, որ դա տարիներ առաջ էր եւ գուցե այդքան տարածված էր, թե տարածված չէր, մի խոսքով ինչպես եղավ ձեր հանդիպումը գեղասահքի հետ։ Իմ հանդիպումը դպրոցում կակրաս այդ խորեոգրաֆներից մեկը մեր Բաքում էր ապրում, ինձ տեսնելով Բաքում շատ ավելի ակտիվ բալիկ եմ եղել, 6 տարեկանում ինձ տարավ դպրոց, ճիշտ ասած առաջի պահվածքից ասեցին նայելով, ասեցին չէ, արդեն ընդունելություն ավարտված է, ինքը ստիպեց այդ կինը Լաուրեն ասեց մի հատ խնդրում եմ նայեք իր բնական տվյալները, նայեցին մի անգամից ինձ վերցրել են 6 տարեկանից առ այսօր ես ինքս Բայց մինչև սեր ունեիք, հետաքրքրություն ունեիք գեղասահքի հանդեպ։ Ընդհանրապես չեմ ունեցել, ուղղակի ասելով մտել եմ, նայել եմ ու մի անգամից ինձ գրավել այդ սպորտաձևը։ Ու առ այսօր ինձ ամեն անգամ ամեն օր այս տարիքից կինեմ, բայց ես ամեն օր յուրովի մտնում եմ, որտեղ իմ համար ոնց որ յուրիշ կյանք է դա։ Կարծում եմ, որ այդ փայլուն մարզավիճակում մնալու գաղտնիքը նաև օրինակ ծառայելն է։ Այսինքն եթե դուք ձեր օրինակով ցույց չտաք, երեխաները հավանաբար կասեն, եթե պետք է ես նաև ուզում եմ կոմպլիմենտ անել կազմվածքի դա այսինքն հաջողախոսություն էլ չէ, մարզիչը այդպեսին պետք է լինի, որ երեխան նայի, մոտիվացվի եւ ուզենա ընդօրինակել, շարժվել առաջ։ Ձեր պարագայում երևի դուք որպես գործադիր տնօրեն մարզադաշտի հետ եւ սարսեդաշտի հետ չէ, ոչ, ես կապ չունեմ։ Դուք այսպես հիանում եք այս ձևով, բայց ցանկությունը կա։ Չեք փորձել, չեք գայթակղվել այդ մեկ անգամ փորձել եմ, բայց ընթացքում է անպայման։ Ուզում եք գոնե ձեզ համար փորձեք անպայման։ Ձգողականությունը բավականին մեծ է սահադաշտի հետ։ Իհարկե, որովհետև միայն որպես հեռուստադիտող դիտելով այդ գեղեցիկ մարզարվեստը մտածում ես գոնե մեկ անգամ թեկուզ սիրողական, բայց իհարկե վտանգները շատ են։ Ձեր նոր ընդունելությունը կլինի սեպտեմբերին, թե ամռան ամիսներին եք անցկացնում։ Բուն գործընթաց ընդունելության օգոստոս ամսին է լինելու, որ սեպտեմբերի 1-ից արդեն բալիկները հաճախ են մարզումների։ Օգոստոս ամսին Instagram-ին եւ Facebook-յան էջերում կտեղադրվի հայտարարությունը, ըստ որի կարող են գրանցվել ցանկացողները, հավաքագրումից հետո մենք կապ ենք հաստատում ծնողների հետ եւ հրավիրում ենք ընդունելության քննությունների։ Քննությունը հանձնելուց հետո նոր միայն երեխաները կարող են ընդգրկվել խմբերում։ Քննությունը ինչպես նշեցիք, բնական տվյալները երեխաների։ Իսկ մինչև այդ պետք է լուսանկար ուղարկել կամ վիդեո ուղարկել։ Չէ, ոչինչ պետք չէ, ուղղակի տեղում, հա։ Ընդունվելուց հետո նոր արդեն փաստաթղթային այդ հավաքը սկսվում է։ Մինչև դա ոչինչ պետք չի։ Կարգախոս կամ որով առաջնորդվում է եւ վարակում է նոր դիմորդներին։ Կարգախոս դե չկա, Ես բացապես ուզում եմ հնարավորություն տալ, որպեսզի դիմեք այն փոքրիկ բալիկներին եւ նրանց ծնողներին,
որպեսզի Բավականին մեծ կարողանան մոտ հոսքը անցած անգամ այս Չեք դժգոհում մի խոսքով։ Չէ, 80 հոգի Այսինքն փոքրերի մեջ էին մեզ մոտ փոքրերի Եվ մեջ որքան հետաքրքրությունը շատ է 45 45 բավականին անցավ լուրջ այո ընտրություն է, բավականին այսինքն լուրջ։ կեսը չանցավ։ Այո, ընթացքում լինում են բալիկներ, որ ընդունվում են իհարկե տվյալները համապատասխանում են, բայց այդ վախի զգացողությունը բոլորի մոտ չի, որ փոքրերը չեն վախենում, կան երեխաներ, որ վախենում են, ընթացքում կարող են դուրս գալ։ Ընդհանուր տարվա վերջում ունենում ենք մոտ մի 40 հոգի կարող է լինեն բալիկներ, որ դուրս գան, բայց ընդհանրապես 40 տարվա կտրվածքով ունենում ենք մեկ փետրվարին համալրման քննություններ եւ սեպտեմբերին է հիմնական տարվա կտրվածքով մոտավորապես 60-ից 80 սան ընդունում ենք։ Իսկ եղել են դեպքեր, որ արդեն երրորդ երևի դժվար սերունդ լինի, բայց գոնե ծնողները հաճախած լինեն եւ բերեն իրենց բալիկ։ շատ կան եւ այնպիսի երեխաներ կան, որ ծնողների դա միակ երազանքն է, իրանք չեն իրականացրել, երազանք իրականացնեն բալիկների վրա սովորելով։ Այդպես է լինում եւ դերասանների մոտ, նկարիչների, երաժիշտների, եթե այն ինչ որ ծնողը չի իրագործել ու անպայման ուզում է տեսնել երեխաների մեջ։ Շնորհակալություն ձեզ, որ ընդունեցիք հրավերը։ Բավականին հետաքրքիր եւ քիչ հանդիպող զրույց ունեցանք այսօր, որտեղ գեղասահք էլի եմ կրկնում, կարծես թե ավելի շատ առիթից առիթ թեմա է եւ ձմռան հետ է ինչ որտեղ խորհրդանշվում, այնինչ բարձեցինք, որ անգամ գեղեցիկ տոնը ինչպիսին Վարդավառն է, կարելի է նշել Սահադաշտում ձեզ մոտ եւ մինչ այդ նաեւ երեխաների պաշտպանության օրը նույնպես եթե հիմնականում սովոր են երեխաներին այգիներ տանել, ինչ որ այդպես տիկնիկային կամ այլ ներկայացումներ, ապա կարծում եմ շատ արտասովոր եւ յուրահատուկ առաջարկ է նշել երեխաների պաշտպանության օրը Սահադաշտում եւ չմուշկների վրա։ Շնորհակալություն, նորանոր հաջողություններ, որպեսզի մենք միասին կարողանանք հպարտանալ, գրանցել գեղասահքի պատմության մեջ նոր անուններ, շատ երևի ազգային կհնչի, ազգայնական միգուցե, բայց որ յանով ավարտվեն հասկանունները եւ մենք պատմության մեջ մտնենք գեղասահքի պատմության մեջ նաեւ մեր հաղթողներով եւ այդ մարզաձևը նվաճած մարզիկներով։ Շնորհակալություն ձեզ։ Ձեզ նույնպես Հիշեցնեմ այսօր հյուրընկալել էինք Երևանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցի մեթոդիստ եւ մարզիչ Ալինա Բադալյանին եւ ուսումնական գծով փոխտնօրեն Սիրանուշ Սուքյասյանին։ Ձեզ հետ է Սուսաննա Հովանեսյանը, մինչ նոր հանդիպում։